Իրանի զինված ուժերը հայտնել են, որ սկսել են ճշմարիտ խոստում 4 ռազմական գործողության հերթական 33-րդ ալիքը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հաղորդմամբ գործողության ընթացքում կիրառվել են Խեյբար Շեկան տեսակի բալիստիկ հրթիռներ, մոտ 1 տոննա կշռող մարտագլխիկներով։ Գործողությունից հետո պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանը չի պատրաստվում դադարեցնել հարվածները եւ հակամարտության ավարտի ժամանակ որոշվելու է հենց Թեհրանի կողմից։ Իրանական կողմը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Պահապանների կորպուսի խոսնակի խոսքով Թրամփը փորձում է ներկայացնել, թե տարածաշրջանում ամերիկյան զորքերը գտնվում են վերահսկելի իրավիճակում, սակայն իրանական աղբյուրները պնդում են, որ ամերիկացի զինվորականների մի մասը ստիպված է եղել լքել որոշ բազաներ եւ տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Թեհրանը նաև հերքում է Վաշինգտոնի այն հայտարարությունները, թե Իրանի հրթիռային հարվածների ինտենսիվությունը նվազել է։ Իրանական պաշտոնական աղբյուրների պնդմամբ հարվածները շարունակվում են եւ նույնիսկ ավելի հաճախակի են դարձել հակամարտության առաջին օրերի համեմատ։ Միաժամանակ իրանական կողմը մեղադրում է Իսրայելին քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ ռազմական օբյեկտներ տեղակայելու մեջ, նշելով, որ դա կարող է վտանգել բնակչությանը։ Իրանի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հարվածային անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի Հեյֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման եւ վառելիքի պայստավորման մի շարք օբյեկտներ։ Բացի այդ հաղորդվում է, որ Իրանը հարվածներ է հասցրել նաև Իրաքյան Քրդիստանի տարածքում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոսությանը։ Աբու Դաբին այդ գործողությունը գնահատել է որպես անհիմն հարձակում։ Հրթիռային հարվածներ են արձանագրվել նաև Բահրեյնի մայրաքաղաքում։ Տեղական աղբյուրների տվյալներով հրթիռներից մեկը ընկել է բնակելի բարձրարկ շենքի վրա, նախնական տվյալներով զոհվել է առնվազն 1 մարդ, եւս մի քանի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ երկիրը չի հրաժարվում ռազմական գործողություններից եւ այս պահին չի դիտարկում բանակցությունների տարբերակը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ ներկայիս պայմաններում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցությունների հնարավորությունը շատ փոքր է։ Նրա խոսքով Իրանը արդեն ունի դիվանագիտական բանակցությունների բացասական փորձ։ Արաղչին հիշեցրել է, որ անցած տարի կողմերը բանակցություններ էին վարում միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ ընթացքում իրանական կողմի պնդմամբ իրականացվել են ռազմական հարվածներ։ Նա նշել է, որ այս տարվա ընթացքում եւս ԱՄՆ-ն փորձել է համոզել Թեհրանին շարունակել բանակցությունները, վստահեցնելով, որ նպատակ ունեն հասնել խաղաղ լուծման, սակայն ըստ Արաղչի բանակցությունների երկրորդ փուլից հետո կրկին տեղի են ունեցել ռազմական գործողություններ։ Իրանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը ներկայումս չունի հակամարտությունից դուրս գալու հստակ ռազմավարություն եւ այդ պատճառով շարունակում է ռազմական ճնշումը։ Նա արձագանքել է նաև ԱՄՆ զինված ուժերի հայտարարություններին, ըստ որոնց Վաշինգտոնը նախատեսում է Իրանի հարևան երկրներում տեղակայել HIMARS հրթիռային համակարգեր։ Արաղչին զգուշացրել է, որ նման համակարգերը կարող են դառնալ Իրանի հնարավոր հարվածների թիրախ։ Միևնույն ժամանակ New York Times-ը հաղորդել է, որ Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա արձակված արկի բեկորների վրա հայտնաբերվել է ամերիկյան արտադրության թևավոր հրթիռի մակնիշը։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի Մինա բնակավայրում գտնվող այդ դպրոցի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերագրել էր հենց Իրանին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է կադրեր Աբրահամ Լինկոլն ավիակրից իրականացվող ռազմական գործողություններից։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ շարունակելու է որոնել եւ ոչնչացնել Իրանի հրթիռային համակարգերը, նույնիսկ եթե դրանք տեղափոխվում կամ թաքնվում են տարբեր վայրերում։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը կարող է ազդել բազմաթիվ երկրների վրա, այդ թվում Չինաստանի եւ այն պետությունների, որոնք կախված են այդ երթուղով իրականացվող էներգակիրների մատակարարումներից։ Տարածաշրջանում ակտիվանում են նաև ՆԱՏՕ-ի ուժերը։ Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում տեղակայվել են Patriot հակօդային պաշտպանության համակարգեր Թուրքիայի պաշտպանական կարողությունները ուժեղացնելու նպատակով։ Ջոն Բոլթոնը հայտնել է, որ եթե հակամարտությունը վատթարանա կամ ավարտվի անհաջողությամբ, Դոնալդ Թրամփը կարող է փորձել պատասխանատվությունը տեղափոխել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա։ Բոլթոնի գնահատմամբ Թրամփի քաղաքական մտածողության մեջ մեծ տեղ ունի հաղթողների եւ պարտվողների գաղափարը, եւ նման իրավիճակում նա կփորձի խուսափել պարտության պատասխանատվությունից։